Աստվածօրհնի ձեզ, սիրելիներ, գուցե մտածենք, որ Հայաստանի համար, հայ ծառայողի համար, եկեղեցական ծառայողի համար դժվար է հավատալ, որ Աստված կանչում է մեզ Աֆրիկա, բայց Տերը խոսեց մեզ հետ մի եկեղեցական ծառայողի միջոցով, որ Ուգանդայից են եկել մի ընտանիք, որ եկել են իրենց երեխայի բժշկության համար, դա 2023 թվականի սկիզբն էր, Եվ 2023 թվականի սկզբին նա եկեղեցու մասնակցում էր եւ իր երեխան մեր Ագնեսայի ու Ալֆրեդի երեխան արյան լեյկոզով հիվանդ էր եւ նրանք եկել էին Հայաստան բժշկական օգնություն ստանալու, բայց քանի որ հոգեվոր էին, նրանք էլ մասնակցում էին մեր եկեղեցում, աղոթքի տուն եկեղեցում եւ մի օր Ագնեսան խոսակցության ժամանակ այսպես տարօրինակ նայեց ինձ եւ այդ հայացքը շատ թափանցող էր, որովհետեւ դա իրանից չէր այդ խոսքը եւ մի խոսք ասաց, որ Տերը կանչում է ինձ ծառայելու Ուգանդա Իմ համար շատ տարօրինակ էր դա եւ անընդունելի էր, որտեղ մենք Հայաստանի համար էինք աղոթում եւ պատերազմական իրավիճակ էր, հիշում եք այդ պատերազմները, սեպտեմբերյան պատերազմը եւ մնացած այդ վիճակները եւ մենք գիշեր ցերեկ, մենք գիշերները շատ էինք հավաքվում մինչեւ ուշ ժամի աղոթում էինք, ծոմում էինք եւ մեր սիրտը նվիրված էր միայն Հայաստանի համար աղոթելուն եւ շատ դժվար էր իմ համար դա ընդունել, բայց անցան ամիսներ Եվ մի ազգությամբ հնդիկ եղբայր հոգևոր պատահական, իհարկե պատահականություն չի լինում, մեր եղբայրներից մեկի հրավերով եկել էր մեր եկեղեցի Հայաստանում եւ նա էլի երբ որ ծանոթացանք եւ թարգմանիչի միջոցով խոսում էինք նա աղոթքի ժամանակ sense աղոթում էինք իրար հետ ձեռք բռնած նայեց ինձ եւ ասեց Տերը քեզ կանչում է Ուգանդա Ես զարմացած էի, որովհետև ես գիտեի, որ Աստված է կանչում, բայց չէի կարողանում դա ընդունել մինչև վերջ, ես դեռ ունեի կասկածներ, բայց այդ եղբոր միջոցով ազգությամբ հնդիկ, որ ընդհանրապես կապ չուներ Աֆրիկայի հետ եւ երբեք չէր եղել Աֆրիկայում, Տերը խոսաց, եւ մենք ունենք մեր սրտում տեսիլք 2024 թվականի օգոստոսին մենք տեսակապով միացանք Ուգանդա Ագնեսային ես գտա եւ WhatsApp-ով մենք միացանք Ագնեսը եւ Ալֆրեդի հետ եւ սկսեցինք վիդեո չաթ անել։ Մենք խոսեցինք, մենք քարոզեցինք, Աստծո խոսքով կիսվեցինք եւ մի քանի 2-3 այդպիսի վիդեո չաթերից հետո շաբաթը մեկ անգամ նա հավաքեց հարևաններին, նա ինձ հարցրեց, կարելի է հարևաններին հավաքեմ։ Եկան հարևանները 25-35 հոգի մինչև հավաքվում են եւ արդեն մենք ամեն շաբաթ նրանց հետ տեսաձայնագրության միջոցով տնային խմբակներ ենք անցկացնում եւ Տերը հրաշալի կերպով գործում է Տերը արել է բժշկություններ իրանց մեջ, հրաշալի հայտնություններ է տալիս եւ նրանք փափագում են Աստծո խոսքին, իրականում ծառայեն Աստծո խոսքին, հետաքրքիր կապ է ստեղծվել հոգեվոր եւ գիտեք ինչ, մենք աղոթում ենք եւ Տերը միշտ տեսիլք է տալիս, որ Հայաստանը ազգերի համար օրհնություն է լինելու։ Ինչու ոչ, որ պատուհանա բացվե դեպի Աֆրիկա, դուռա բացվե դեպի Աֆրիկա, թե on-line, թե գնալու միջոցով եւ ես տեսիլք ունեմ Հերմինեի հետ միասին տեսիլք ունենք, որ մենք այցելենք Ուգանդա, որտեղ Տերը ասել է, որ մենք պետք է գնանք Ուգանդա։ Եվ նաև դեկտեմբեր ամսին մենք նոր տարվա միջոցառման շրջանակներում, երբ որ երեխաներին Հայաստանի նվերներ էինք բաժանում, այդ ժամանակ նաև մեր սրտում դրվեց, որ Աֆրիկա էլ օգնություն ուղարկենք, որ նվեր առնեն։ Մի փոքրիկ գումար, շատ գումար չէր, ամեն երեխային $15 չափ գումար ուղարկեցինք Աֆրիկա մոտ 25 երեխաների 25 երեխաների համար Ագնեսան եւ Ալֆրեդը գնեցին նվերներ։ Ես հարցրեցի Ագնեսա, ինչ նվեր կարելի է առնել այդ երեխաների համար, որտեղ այստեղից Աֆրիկա չէինք կարող նվեր ուղարկեինք։ Նա ասեց ամենալավ նվերը հիմա նրանց համար ուտելիքն է, որտեղ շատ ընտանիքներ կան, որ աղքատ են, որ ուտելու խնդիր ունեն, նրանք սննդի խնդիր ունեն, սննդի պակաս ունեն, որտեղ մի կին վկայում է, որ ինքը սոված միայնակ մայր էր իր երեխայի հետ եւ ուտելու բան չունեն, 2 օր ուտելու բան չունեն, տանը աղոթում էր, որ Տերը օրհնի իրան ուտելիք ուղարկի եւ այդ ժամանակ Ագնեսան իր դուռը ծեծում է եւ ասում է Տերը քեզ Հիսուսը քո համար ուտելիք է ուղարկել։ Նա շնորհակալական ուղերձ է ուղարկել վիդեոյով մեզ, տեսանյութով ուղարկել է։ Եվ մենք շատ ազդվեցինք եւ գիտեք մարդկային ազդեցություն չէր դա։ Ես աղոթեցի, ասի Տեր, ես չեմ ուզում, որ մարդիկ գան սնունդի համար հավաքվեն, ինչ որ օգնության համար հավաքվեն քո խոսքը լսելու, բայց հավատացեք, Տերը խոսեց ինձ հետ եւ ասեց այդպես մի մտածի։ Դու կարող ես նրանց համար օրհնություն լինել։ Եվ մենք իրականում ունենք այդ օրհնության հնարավորությունը։ Հիմա ես քաջալերում եմ ում սրտում որ կդրվի
Եթե քո սրտում Աստված կդնի, որ դու օգնես մեր ծառայությանը, ֆինանսապես աջակցես, ազատ եղի դրա մեջ։ Մեր հաշվի համարը գցած է YouTube-ի էջում, ես հիմա նորից կգցեմ հաշվի համարը եւ դու կարող եք ուղարկել կամ այդ երեխաների համար, կամ մեր ծառայության համար, Ուգանդա գնալու գալու համար, որովհետեւ էժան չի տոմսերը եւ գնալ գալ այդքան էժան չի։ Դու կարող ես մտածել, ինչ կապ ունի Հայաստանը Ուգանդայի հետ կամ Ուգանդան Հայաստանի հետ, բայց այն ինչ որ Տերն անում, այն ինչ որ Աստված է անում, այն ինչ որ նա կդնի քո սրտի մեջ, դու կհասկանաս եւ ես աղոթում եմ, որ Աստված քո սրտի մեջ դնի դա, ոչ թե մարդկային խղճմտանքից լինի, որ վայ օգնեմ ինչ որ բանով, այլ թող Աստված անի դա։ Ես վստահում եմ Տիրոջը ու գիտեմ, որ Աստված օրհնելու է Հիսուսի անունով։ Ամեն, ամեն, Աստված օրհնի։ Կարող եք ազատ լինել, կարող եք տեսնել, կարող եք ձեր աղոթքներով աջակցել մեզ, որովհետև այս ծառայությունը ոչ թե մերն է, այլ Տիրոջն է, Տերն է ուղղորդել այս ծառայության մեջ ու Տերն էլ առաջնորդում է։ Գիտեք, նոր խոսք հիշեցի, միգուցե դուք կասեք ինչ կապ ունի այդ գումարի հավաքելը աղքատների համար, բայց ես ձեզ ասեմ, որ Հիսուսն ինքը իր մոտ գանձանակ ուներ ու դա օգտագործվում էր աղքատներին կերակրելու համար։ Թող Աստված օրհնի ձեզ, դուք կարող եք ձեր աղոթքով, ձեր ֆինանսով աջակցել այս ծառայությանը եւ թող Տիրոջ խոսքը գնա աշխարհի ամեն մի ծայրը եւ հասնի ամեն մի կարիքավորին, աղքատին, սովածին, թե Տիրոջ խոսքի, թե նաև նյութական կարիք ունեցողին։ Ու թող Տիրոջ օրհնությունը լինի, Տիրոջ հոգին, որ գործում է Հայաստանում, Հայաստան երկրի մեջ եւ Հայաստանից դուրս ամեն տեղ, որտեղ որ նրա անունը կանչվում է։ Եվ ամեն մեկդ որ կլսեք այս խոսքը, թող Տերը ձեր սիրտը ուղի այնտեղ, որտեղ որ նա ուզում է, այնտեղ որտեղ նա ուզում է գործ անել։ Ես օրհնում եմ ձեզ ու թող Աստծո խոսքը կատարվի, գնացեք ամբողջ աշխարհը ավետարանեք, Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Ամեն։ Ես հավատում եմ, որ Ուգանդան Հայաստանի համար օրհնություն է լինելու, որովհետև Տերը խոսել է ինձ հետ շատ անգամների եւ շատ կերպերով եւ շատ ձևերով, որ դու հիմա չես հասկանում, բայց Հայաստանի համար Ուգանդայի ծառայությունը մեծ օրհնություն է լինելու Հիսուսի անունով։ Եվ նաեւ այս խոսքը հիշեցրեց Սուրբ Հոգին, երբ որ ես մտածում եի այդ երեխաների մասին, ովքեր ուտելու խնդիր ունեն, կարիք ունեն, առաջի Հովանու թուղթ 1:17։ Եթե մեկը տեսնում է իր եղբայրը կարիքի մեջ է եւ ունի տալու հնարավորություն եւ չի տալի, այլ իր սիրտը խստացնում է նրա հանդեպ, ինչպես կարող է Աստծո սերը բնակվել նրա մեջ։ Ես ասում եի Տեր, բայց ես չունեմ, ասում ես ունի տալու, ես այդքան մեծ գումարներ չունեմ ինչ որ բան տալու, շատ քիչ կարամ օգնեմ իրանց, եթե օգնեմ, որովհետեւ ինքս էլ շատ մեծ աշխատավարձ չեմ ստանում եւ այլն։ Բայց Տերը ասեց դու ունես հավատք եւ ես հավատում եմ որ Աստված օրհնելու է եւ Աստված է ձեր սրտի մեջ դնելու օգնել այդ երեխաներին եւ նաեւ մեր ծառայությանը աջակցել որ մենք կարողանանք գնալ Աֆրիկա եւ ետ գալ Հիսուսի անունով օրհնում եմ ձեզ ամեն եւ նաեւ ես մի տեսանյութ կտեղադրեմ երբ որ մենք մի անգամ պետք է միանանք տնային խմբակի եւ այնտեղ հոսանքազրկվել էր ամբողջ տարածքը եւ ես ասացի լավ Ագնեսա թող մնա հաջորդ անգամ, որտեվ հոսանք չկար, հեռախոսի լույսի տակ, մոմի տակ նստած են նրանք, ասեց, բայց ժողովուրդը հավաքվել է եւ ժողովուրդը Աստծո խոսքի ծառավ ունի, որտեվ այստեղ ասեց ճշմարիտ խոսքը շատ քիչ է, երբեմն կա խոսք, որ հովիվները նույնիսկ գումար են վերցնում, ինչ որ մեկի համար աղոթելու համար կա մոլորություններ կա, բայց ճշմարիտ խոսքը այդքան շատ չէ եւ մենք